Հենց ստեղ փաստորեն սենց կանգնավ։ ԲՀԿ ակտիվիստ Արտակ Խաչատրյանը փորձում է հիշել առևանգման մանրամասները։ Արտակ Խաչատրյանն այսօր ոստիկանների ու քննչական կոմիտեի աշխատակիցների հետ դեպքի վայրում էր։ Ասեց կանգնեք, թե չշարժվեք, թե պարկեք ու միանգամից խփեց։ Ձախը պես ոլորելով մեջքիս հետևը գլուխս միանգամից խփեց մեքենայի։ ԲՀԿ ակտիվիստ Արտակ Խաչատրյանին առևանգելուց էծել էին փետրվարի 7-ին հարուցված քրեական գործի շրջանակներում ոստիկանության եւ քննչական կոմիտեի աշխատակիցները այսօր իրականացրել են քննչական գործողություններ։ Քննչական փորձարարություն է կատարվել, տուժողը դեպքի վայրում փորձել է վերականգնել դեպքի հանգամանքները։ Բացվավ մի բան, մեքենայից դուրս տեսել եմ այդ սև նումուկ գույնի սյուն խողովակ է տրուբաս, էլեկտրական սյաներ նման, դրա կողքն էլ ոնց որ թե բարդի ծառեր։ Արտակ Խաչատրյանն առևանգումից մինչև դեպքի վայր հասնելը ճանապարհը գրեթե չի տեսել, դիմակով ու ձեռնաշղթայով է եղել։ Քրեական գործի նախաքննության շրջանակներում ուսումնասիրվել են հնարավոր բոլոր երթուղիները, հետքերը տարել են մինչև Տեցի կռուգ։ Սենյակում նստացրել են աթոռի դեմքով դեպի պատը, ձեռնաշղթաների գցած աթոռը հենակի հետևից ու տենց սկսեցին ծեծել։ Երեք երեկոյան ոստիկանությունը խուզարկել եւ տեղազննություն է անցկացրել Տեցի կռուգի տարածքներում։ Արտակ Խաչատրյանի նկարագրած դեպքի վայրը համընկել է հենց այս տարածքների աշխարհագրության հետ։ Ամեկ+-ի տվյալով իրավապահները խուզարկություն են կատարել Տեցի կռուգում գտնվող քաղաքային ունիվերսալ բազա ընկերությունում, որը պատկանում է ԲՀԿ խմբակցության պատգամավոր Աբրահամ Մանուկյանին։ ԲՀԿ-ական պատգամավոր Աբրահամ Մանուկյանը համարվում է ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի մտերիմն ու հրապարակային միջոցառումների կազմակերպիչը։ Մանու Իրիցյան, ժամը լրատվական։